Շարունակում ենք ծրագիրը եւ մեզ է միացել արդեն վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, այս ուկրաինական այս խնդրի շուրջ ես ընդհանրապես թվում է թե գնալով ավելի պիտի հասկանաս թե ինչ է կատարվում, գնալով չես հասկանում, ավելի արդեն չես հասկանում։ Եվրոպան մի կողմից, Ամերիկան, Թուրքիան մի կողմից, Ռուսա մի տեսակ տարօրինակ թնջուկ է ստացվել, էլի, որ ինչ կա, այս վերջը հանդիպեցին, ես կարդում եմ, վերջը ասում եմ, ոչինչ չեմ հասկանում։ Մեկ ինչ ա եղել, էլի։ Թուրքական նավը խփում են ռուսները, մեկ թուրքական նավերը խփում են ուկրաինացիները։ Ճիշտ է, կա դες բան։ Բայց իրականում ամեն ինչ բացատրելի է, եթե մենք անդրադառնանք ամերիկյան արտաքին քաղաքականությունը, զգում եք փոխվում է։ Կտրուկ փոխվում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը։ Բայց ես կրկին համոզվածություն ունեմ, որ ներողություն նկատի ունես հենց Ուկրաինայի հարցում թե ընդհանրապես փոխվում է։ Տեսեք, եկեք մի հետաքրքիր պրոֆեսիոնալ, ասենք մի փոքր ասма քաղաքագիտական բանի մեջ մտնենք, կփորձեմ հնարավորինս պարզ բացատրել։ Տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն Ամերիկայի պետական շահերը ըստ առաջնահերթությունները, ըստ տարածաշրջանների, ասենք մայրցամաքների, ազդեցության գոտիների եւ այլ։ Հիմա նոր դոկտրինը, այո, ինչի մասին է։ Առաջին Լատինական Ամերիկա, այսինքն ամբողջ այդ բանը լրիվ Արմեն, իդեպ խոսքը չմոռանաս, անցյալ օրը նայում էի այդ հատուկ Վենեսուելայի հետ հարաբերությունների մասին, այ մոտ Ռուսաստանը այնտեղ Չինաստանը, Իրանը, փաստորեն այդ երկիրը գրավել են ներսից, ես չես կողքից չես պատկերացնում։ Դուք ավելին մի բան ասեմ ձեզ, այնտեղ Համասի ժողովուրդն է, որը բիզնեսներ է դրել ու կասկածներ կան, որ նաև այդ նավթային գործերի մեջ են խառը։ Այսինքն Համասը ֆինանսավորվում է նաև Վենեսուելայից, կարող եք պատկերացնել։ Հիմա տեսեք, ուրեմն առաջինը խոսում ենք ամբողջ Ամերիկան եկեք ասենք հյուսիսից մինչև հարավ։ Նկատեցիք, հենց երբ որ Թրամփը եկավ, սկսեց Կանադայից, իջավ Մեքսիկոյով, հիմա կենտրոնացել է հարավի վրա, Կենտրոնական Ամերիկա, Հարավային Ամերիկա, տեսեք, Չիլիում եղան ընտրություններ, կոմունիստները պարտվեցին։ Արգենտինայում Հավիեր Միլեյը կարողացավ կուսակցությունը հաղթանակ տանել եւ շատ կարևոր խորհրդանական ընտրություններ էին այնտեղ։ Գումարած Հոնդուրասում եղան ընտրություններ եւ հրաշքով բոլոր տեղերը հանձնում են պրոթարամպական տեխնացուները։ Պատկերացնեք, կոմունիստները պարտվեցին Չիլիում։ Ռուսական սարքած կոմունիզմը։ Դե, հիմա եւ այս process-ը շարունակվում է, եթե չեմ սխալվում, շուտով ընտրություններ են լինելու նաեւ Կոլումբիայում, որի նույնպես բազմաթիվ հարցեր ունի Միացյալ Նահանգները, եւ Վենեսուելան, դե իհարկե կարևորը Վենեսուելա։ Վենեսուելայից հետո ես ձեզ ասեմ, Բրազիլիան էլ է խեղճանալու։ Միանշանակ։ Բայց Բրազիլիան պրո-ամերիկյան է հիմնականում, չէ, այս նախագահը ոչ պրո-չինական։ Բայց դրանից առաջ հիացած այո, նախորդ նախագահ, դրա համար ասում հանի բանտից, չէ, նստացնում են նախորդ նախ։ Դրա համար այդտեղ խնդիրներ կա։ Երկրորդ, այս մեր համար էլ է կարևոր, ես ուզում բոլորը լսեն, հասկանան, որտեղ ես հիմա ներկայացնում եմ, թե ինչ առաջնահերթությունները Ամերիկան։ Ուրեմն պարզ է, առաջինը իր փորի տակ գլխի վերև է։ Երկրորդը Ինդո-Փասիֆիկ, այսինքն հնդկախաղաղ, իդեպ ես շատ ուրախ եմ, որ այս տերմինը մտա, որովհետև սա շատ ավելի լայն տերմին է եւ շատ ավելի քաղաքագիտական։ Մենք միշտ այսպես Ասիան բան ենք կոմեկում, բայց այս հնդկախաղաղ-օվկիանոսյան ուրեմն տերմինը շատ կարեւոր է։ Ուրեմն երկրորդը հնդկախաղաղ-օվկիանոսյան ռեգիոնը, հա, եւ բնականաբար այնտեղ մտնում է գլխավոր թիրախը, հասկանում ենք ով է, Չինաստանն է, դա կարեւոր է։ Դե եւ սա տրամաբանական է, բայց այստեղ պետք է մի փոքր հասկանանք, որ Չինաստանը գլխավոր թշնամին է, բայց եթե դու քո փորի տակ ու գլխի վերևը չես մաքրում, դու չես կարող հեռավոր թշնամու մասին, այսինքն ամեն ինչ տրամաբանական է այստեղ։ Երրորդ կարևորությունը տարածաշրջաններում արդեն նոր Եվրոպան է, Եվրասիան, այսպես ասած, այդ տարածաշրջանը վերցնենք, այսինքն այստեղ արդեն մտնում է Եվրոպա, Ռուսաստան եւ այլ այսպես շարունակ, հա։ Չորրորդ տարածաշրջանը, որը շատ կարևոր է, դա մերձավոր արևելքն է։ Այստեղ մենք ուշադիր լինենք, որտեղ ես ասում եմ ըստ կարևորության հերթականության ըստ նոր դոկտրինի։ Չորրորդ տարածաշրջանը մերձավոր արևելքն է։ Եվ մերձավոր արևելքը այստեղ ենթադրում է մտնում է նաեւ Հայաստանը, որտեղ իրանք տենց առանձին չեն բաժանում։ Մի բան ասեմ ձեզ, չի բացառվում, որ Հայաստանը, որտեղ դուք տեսաք, այստեղ արդեն մեզ Middle Eastern-յան են սարքել, չէ՞, Գևինյուսը մոտավորապես, տեսեք, ընդ որում Հայաստանի կարևորությունը ընչում է։ Հեզալավ էդի վերջում կասեմ, որտեղ սա շատ կարևոր է։ Եվ 5-րդ տարածաշրջանը Աֆրիկան, որտեղ Միացյալ Նահանգները հասկանում է, որ կորցրել է դիրքերը եւ հիմա փորձում են այսպես այդ հարցերը լուծել։
ըստ կարևորությանը ասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այս բոլոր 5-ն էլ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է։ Այսինքն մնացած դրանից դուրս ինչ որ մանր, այսինքն բնականաբար ինքը կոնկրետ գործընկերների հետ աշխատում այս ամեն ինչի մեջ։ Ինքը ընդգծել է ըստ տարածաշրջանների, ըստ իր հետաքրքրության գոտիների, բայց բնականաբար ոչ թե դրանից դուրս, այլ այս տարածաշրջանում օրինակի համար ոչ բոլոր աֆրիկյան երկրներն են կարևոր։ Ոչ բոլոր օրինակ հասկանում եք, չէ՞, ինչ ավել կամ պակաս։ Այո, այո, մի քիչ ընդհանուր է նշված, բայց պարզ է, չէ՞, ամեն տարածաշրջանում խոսքը բանի մասին։ Հիմա այստեղ ինչն է կարևոր։ Հայաստանի կարևորությունը ուզում նշեմ ու բան անենք, որպեսզի բան Ուրեմն տեսեք, Հայաստանի կարևորությունը ինչու՞մն է։ Համ Ամերիկայի համար ինքը մտնում է մերձավոր արևելյան, միջին արևելյան ռեգիոնի մեջ, համ մտնում է Եվրոպա, Ասիա, ասենք մոտավորապես, Հայաստանի դիրքը ունիկալ է, վերաբերում է։ Համ էլ Հայաստանը կապ ունի Ամերիկայի շահերի հետ, երբ որ խոսում ենք Հնդկա խաղաղօվկիանոսյան ռեգիոն, ճիշտ է, մի քիչ աբստրակտ բան եմ ասում, բայց եթե մենք արդեն խոսում ենք առևտրային կապերի լոգիստիկայի եւ ամեն ինչի մասին, բնականաբար եթե դու պայքարում ես Հնդկա խաղաղօվկիանոսյան ռեգիոնում լիդերության մասին կամ Չինաստանի զսպելու մասին, դու չես կարող անտեսել Հայաստանը, որտեղ այն պրոյեկտը TRIP-ը որ պատրաստվում է, դա ուղիղ կապ ունի նաեւ Հնդկա այսինքն Չինաստանի հետ։ Հետեւաբար, այսինքն Հայաստանը առնվազն 3 տեղ նույնը օրինակի համար Եվրոպայի մասով մենք կարող ենք ասել ուրեմն որ նույն Հայաստանի Եվրամիություն մտնելը կարող է Ամերիկայի համար նշանակություն ունի, այսինքն այսպես լավ ձևակերպենք Հայաստանը Ռուսաստանից կտրելը, այսինքն ավելի շատ եվրոպացիների հետ կպցնելը կարող է նշանակություն ունենալ Միացյալ Նահանգների համար, եթե մենք հաշվի ենք առնում TRIP-ի կոնտեքստը եւ այլն եւ այսպես շարունակ։ Ժամանակ մեծ ռեժիսորը ջղայնանում է։ Ես այնքան էի տարված, որ չնկատեցի ջղայնությունը։ Հիմա մեզ մոտ գովաս կվերադառնանք, շարունակենք զրույցը։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխյանի հետ։ Արմեն, դու այն ֆուտբոլիստներ կան, չէ, որ պենալ են խփելու, գնում են, որ հիմա դու այդ հարցի մասին այնքան գնացին, մոռացանք որտեղից ենք սկսել։ Պենալը ինչն է։ Ես հարցն եմ մոռացա ճիշտ ասած։ Բայց խոստովանեք դուք եմ մոռացաք հարցը։ Ուկրաինայի հետ հարաբերությունը։ Բայց ամեն դեպքում հասկանանք ընդհանուր գլոբալ իրավիճակը։ Չէ, ես հասկացա, հիշեցի, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքականությունն է փոխել։ Մենք սկսեցինք դրանից, որ շփոթմունքի մեջ ենք, չէ, եւ այլն։ Հիմա տեսեք, այս կարևոր էր հասկանալ։ Մենք հետաքրքրություններ ներկայացրեցինք Միացյալ Նահանգների։ Հիմա, քանի որ Միացյալ Նահանգները Հնդկա խաղաղօվկիանոսյան ռեգիոնում է կուտակում իր հիմնական ուժերը եւ Ամերիկայի մայրցամաքում է կուտակում, այսինքն այդտեղ հարց է Վենեսուելայի հարցը, սա ռեսուրս է տանում։ Ինքը պետք է ընդունել, որ Ամերիկան առաջվանը չէ, մենք պետք է սա խոստովանենք, այսինքն իր ռեսուրսներով, որտեղ Չինաստանը զգալիորեն քաշեց Ամերիկայից շատ բան եւ Ամերիկան առաջվանը չէ։ Հետևաբար Ամերիկան ստիպված է վերաբաշխել իր ռեսուրսները։ Եվ էսա պատճառը, որ իրանք եվրոպացիներից պահանջում են իրենց գլխի ճարը տեսնել։ Այսինքն իրանք եվրոպացիներն ասում են, մենք էլի դաշնակից ենք, մենք էլի ուրեմն խնդրեմ չունենք, բայց ին վրա հույս չդնենք։ Շատ պրիմիտիվ բացատրությամբ սեցա կատարում։ Հիմա ինչ տեղի ունեցավ, բայց
Խնդիրը հետեւյալն է, որ նույն ժամանակ Ամերիկան չի կարող հեռանալ Ուկրաինայի խնդրից, որտեղ երբ որ Թրամփին անգամ հարցազրույցի ժամանակ ասեցին քո տղան, ասում է դու կարող ես գնաս, թողես այս հարցը ընդհանրապես լքես ուկրաինական խնդրը, սկզբից ասեց չէ, սխալ է, հետո ասեց բայց ինչ որտեղ ճիշտ է։ Այսինքն որ ասեց սխալ է, հասկացա որ ճիշտն է ասում, հետո ասեց բայց ինքը ինչով է հայտնի անկանխատեսելիությունով, չէ, ասեց հեսա ես իմ խաղաթուղթը կկորցնեմ, ես պետք է անկանխատեսելի մնամ, ասեց բայց ինչ որտեղ ճիշտ է։ Հիմա ինչն է կատարվում, տեսեք, Գերմանիան բավականին հետաքրքիր, ուրեմն ես հետաքրքիր մի բան եմ նկատում, եվրոպական լիդերներից այսօր Մերցը պատմական դերակատարում է սկսել ստանալ, ինքը սկսել է վերցնել Եվրոպայի լիդերությունը։ Կարծես մի կողմ Եթե դուք նկատեք, եթե հետաքրքրական ձեզ մի բան ասեմ, Գերմանիան վերադառնում է, այսպես ասած։ Եվ մի 10-15 տարի հետո մենք ունենալու ենք բոլորովին այլ Գերմանիա։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, բոլորը խոսում են, բայց Եվրոպայում որևէ մեկը չի ցանկանում այդ լիդերությունը վերցնի իր ձեռքը։ Եւ երբ որ Ուկրաինային ճնշում էին, ինչ տեղի ունեցավ, նկատեք։ Ուրեմն ես տեղեկություն ունեմ, որ այսպես մեղմ ձևակերպ, ամենաակտիվ հակադարձողը եղել է Ֆրիդրիխ Մերցը, որ ասել է ոչ ես չեմ ընդունում այդ պայմանները։ Այդ խաղաղության ծրագիրը չի հաշվարկում մեր շահերը։ Հետևաբար ինչ տեղի ունեցավ, տեսեք, նկատեք, որ այս անգամ Փարիզում էին հավաքվում, Լոնդոնում էին հավաքվում, չէ՞, Բերլինում կազմակերպեց, բոլորին կանչեց, իդեպ ես սպասում էի Կիրս Թարմերին, բայց Կիրս Թարմերը չկար, սա հետաքրքրական էր, իդեպ շատ, տեսեք, Եվրամիության պետությունների, այսինքն Գերմանիան Իրան դիրքավորեց որպես ԵՄ առաջնորդ, ԵՄ շարժիչ։ Եվ Մերցը լրիվ ուրիշ դերակատարում է ստանում, Մերցը սկսում է ավելի շատ դուրս գալ, իդեպ կամաց ասեմ ձեզ։ Հիմա հետաքրքրական մի ժեստիկուլյացիա, ուրեմն բոլոր լիդերներին, երբ որ դիմավորում էր Մերցը, դե Ուկրաինայում հանդիպեցին, Բերլինում հանդիպեցին Վիտկոֆը, Քուշները, ուրեմն Զելենսկին, Մերցը, այսինքն իրենց պատվիրակություններով, հա, մեծ բանակցություններ մոտավորապես 2 օրվա ընթացքում մինչև 8-9 ժամ բանակցություններ ա գնացել եւ բոլորը սպասում էին արդյունքի։ Դուք հիշում եք, որ Տրամփը ճնշում էր գործադրում Զելենսկիի վրա, ուրեմն երբ որ լիդերները հանդիպում էին Մերցին, բոլորը հարցնում էին, ես այդ ժեստիկուլյացիայի, բերանի շարժումների ժեստիկուլյացիա սկսեցի հասկանալ, որ բոլորը միատեսակ նույն հարցն են տալի, ոնց է ինչ որ կարողացել ես մի բան փոխել մոտավորապես եւ այլն, եւ կարծես թե Մերցը գլխով էր անում, որ կարծես թե մի բան եղել է։ Ինձ թվաց անգամ նաև պրոգրես կա, բայց հետո երբ որ լսեցի Զելենսկու, միջև այդ Զելենսկու, այսինքն միջև այդ ասուլիսը, հետո նոր արդեն լիդերներ եկան միացան, Զելենսկու եւ Մերցի ասուլիսի ժամանակ Մերցը շատ հստակ սահմանները դրեց, որ տարածքային զիջումների հարցը դա մեր որոշելիքը չի, ոչ Ուկրաինան որոշի, մենք դա կընդունենք։ Իդեպ հա դե ուրիշի հողի հաշվին դու չես կարող առևտուր անել, այո, բացի դրանից եկեք ձեզ մի հետաքրքիր բան ասեմ։ Մի շաբաթ առաջ Պիստորիուսը Եվրոպայում էր եւ Պիստորիուսին հարց տվեցին, իսկ դուք պատրաստ եք ճանաչել, այսինքն որևէ դեպքում կա տես դեպք, որ Գերմանիան կճանաչի Ուկրաինայի գրաված տարածքները դե յուրե, ուրեմն նա բացառեց, կարծեմ, եթե չեմ սխալվում, հիշողություն չի դավաճանում, Պիստորիուսն էր, կարծես թե որ ասեց ոչ մի դեպքում չենք ճանաչի, այսինքն այս բան չի կարող լինել։ Նույնը ասեց Ալեքսանդր Ստուբը, որ բացառված է, որ մենք ճանաչենք, այսինքն Ֆինլանդիայի, այսինքն դա խախտում է ամբողջ տրամաբանությունը եւ նոր վտանգ դրա ստեղծում։ Այսինքն բացառված է, որ Եվրոպան ճանաչի օրինական Պուտինի զավթածը։ Իսկ սա ինչ է նշանակում, որ Պուտինը շարունակելու է որոշակի սանկցիաների տակ մնալ։ Եվրոպան, եւ բացի դրանից Զելենսկին ինչ ասեց, մենք պետք է այնպիսի համաձայնության հասնենք, որ Պուտինը չունենա հնարավորություն մտածելու անգամ նորից Եվրոպայի վրա հարձակվելու։ Հետեւաբար տեսեք, ասուլիսից եզրակացությունը հետեւյալն է։ Զելենսկին ասեց տարածքների մասին խոսք լինել այս պահին չի կարող, այսինքն ընդհանրապես հասկացրեց, որ չենք զիջում։ Ակնհայտ էր ինձ համար իրենց խոսույթից, որ ինչ որ պրոգրես կա ինչ որ հարցերով, բայց գլխավոր հարցը, որը տարածքների հարցն է եւ նաեւ անվտանգության ապահովման հարցն է, որովհետեւ դա թիվ 1-ն է, ով ապահովելու, ոնց է ապահովելու, անվտանգության երաշխիք, դա չի լուծվել դեռևս, բայց մի բան է ուրախացնում, չգիտեք Թրամփը վաղը ինչ կանի։ Պրոգրեսը նրանումն է, որ կարծես թե, հա, եւ Թրամփը այսօր լավ արտահայտվեց եվրոպացիների մասին, բարեբախտաբար, որտեղ մի քանի բան կասի Արմեն, բայց 3 բաթ էր արտահայտվել, 3 չարաչորը խայտարակ բաներ էր ասել։ Այսօր կարևորը լավ արտահայտվեց եւ ասեց, որ կարծում եմ Պուտինը ուզում է
մի օր Զելենսկին է ուզում Պուտինը չի ուզում, մի օր Պուտինն է ուզում Զելենսկին չի ուզում, մոտարապես այս տրամաբանության մեջ է, բայց ընդհանուր ինքը կարծես ճնշում չկար, շատ փոքր տարածքներից խոսած էլի, բայց կարծես թե ճնշում չկար Ուկրաինայի վրա մեծ հաշվով, կարծես թե ինչ որ մի բան հասցրել են տեղ եվրոպացիները, որտեղ տեսեք, եթե Քուշներին կարողանան համոզեն, Վիտկոֆին էլ չեմ ասում, Քուշներին կարողանան համոզեն, վստահաբար, եւ ամենակարևորը Մերցը ասեց, որ պետք է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա։ Այսինքն միտքը հետեւյալն է, որ եվրոպացիները կարծես թե պայման են դրել Ուկրաինայի ամերիկացին ու ասել են առանց ճնշման այս հարցը չի լուծվելու։ Այս սրանից են կողմը մեր կարմիր գիծն է, շատ պրիմիտիվ էլի բացատրեցի, որ հասկանանք ինչա տեղի ունեցել։ Համենայն դեպս այս պահի դրությամբ պրոգրես չկա, այս էլ ասեմ կարևորին։ Բայց նեգատիվ պրոգրես էլ չկա գոնե ես ասում, չէ, իրանք ասում են պրոգրես կա, գրեմ են բան, բայց ես անձամբ նայելով տեսա, որ այս փաստը, իդեպ ռուսները նախորոք արդեն ասել են, որ ոչ մի փոփոխություն չեն ընդունելու, դրա համար ճիշտ ասած քիչ եմ հավատում ինչ որ բանի, եւ մի կարևոր բան, այս էլ կարևոր ինֆորմացիա եւ ավարտենք։ Ուրեմն 3 մասի է բաժանված հիմա խաղաղության փաստաթուղթը։ Առաջինը հիմնականն է, այնտեղ 20 կետ են թողել ինչ են արել, ուրեմն հիմնականն է, որ ասում էին, ուրեմն դրանից հանված է անվտանգության երաշխիքները, որը առանձին փաթեթով է քննարկվելու, եւ դրանից էլ հանված է Ուկրաինայի վերականգնման ծրագիր, այսինքն առանձնացրել են, որպեսզի մեկը մյուսի հետ շիլափլավ չլինի, չխառնեն, այսպես շարունակ։ Մի խոսքով սա է իրավիճակը, շատ հետաքրքիր զարգացումները, վաղը արդեն կհասկանանք ամբողջ եվրոպական լիդերները, որ եկան այսօր Գերմանիա, դրանից հետո ինչ զարգացում է տեղի ունեցել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, հանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։